Դահակը բանկ հարկային անունով համակարգված հայությանը թալան կողոպուտ տեղը։ Նախ բայձեի ըստ թղթի վրա գրածի, թե դահակն, թե բանկը, թե հարկայինը, թե պետական համակարգը Հայաստանի քաղաքացու շահը պաշտպանողն է, բանակը մեր արտաքին վտանգներն է պաշտպանում, արտգործնախարարությունը մեր արտաքին հարաբերություններն է պաշտպանում ու նորերը գտնում, որ մեր բարեկեցությունը, ապահովությունը պահի, բայց դա թղթի վրա է, այդ ռուսկի միրի բոլշևիզմի նարատիվներով է, իսկ իրականում մենք ընկնում ենք այդ դահակը, բանկեր, հարկային համակարգված այդ պրոֆեսիոնալների, այդ բարձր աշխատավարձով, բարձր համախմբվածությամբ, այդ պրոֆեսիոնալների, այդ վաշխառուների, թալանչիների տերորի ներքո։ Դա ոնց որ մենք անհատապես հետ ենք կռվենք այնտեղ միջև ատամների զինված спецնազի ամեն տեսակ զենք զինամթերք ունեցողների դեմ, պրոստը որ նայես դե նայել, մենք հանկարծակ ենք եղել ու ձև չունենք, էլի, լուչը կուլ գնանք, ողջ առողջ մնանք, բայց դա նույնիսկ չի փրկում, էլի, այդ վաշխառույա թալանչիական համակարգը, այդ բոլշևիզմների, ռուսկի միրի, ռուսկի արժեք համակարգի հետ համահունչ գործում։ Նորից եմ կրկնում, ԵԱՊԱ համակարգը, չինովնիկները, դահակն, բանկը պիտի մեր շահերը պաշտպանի, ոչ թե ինչ-որ կորպորացիաների, որոնք հələ հարցը ոնց է այդ հարցերը լուծում, մանիպուլյացիաների տակ ընկնում ու դահակը դնում արգելանք է դնում քո շրջանառու միջոցների վրա։ Հիմա էլ եթե մի 10 տարի առաջ կանխիկ այդքան կանխիկ էր հիմնականում, այդքան փոխանցումներով գործ չես անում, փոխանցումը շատ հարմար է, ժամանակ է խնայում, հələ մենք չենք խորանում, որ այդ քարտով առևտուրը 7%-ը բանկը իրան է տանում, թե գնորդից, թե վճարողից, բայց դա մի այլ թակարդ է, որ ընդհանրապես կառավարության մի հատ որոշումով, վարչության մի հատ պետի որոշումով ինչ-որ հայեցակարգեր կարող փոխվեն ու ընկնես այդ դահակայի նոր պատմությունների ներքո, խոսքի ինչ 100,000, 500,000 փոխանցեն, ինչ-որ պարտավորություններ ունենաս ու այդ ամբողջ գումարը պահի միանգամից 100% կամ 50% ինչ-որ պարտավորություն ունես, վերցես, հարցը այդ 5,000, 10,000-ը չի, հարցն այն է, որ վիճարկելու, բողոքարկելու տեղ չունես։ Կոմունալի հարցեր սրոշնի պիտի մուծես, հարմար չի գնալ, քո քարտից փոխանցեցին, այդ հաշվը սառես, հիմա կոմունալդ մնացածու ջուրդ մնացա միսիա հարևան է, սա բարեկամ այդ հարցերը լուծում է, բայց լրացուցիչ քաշքշուկի, ընդ որ կարիք չընկներ, ճիշտ մուծեիր, բրծներ, այդ քաշքշուկի տակ ես ընկնում, չեմ ասում բուժման փող, տեղի փող, բավոտ այդպես խնդիրներ եղնի ուսման վարձը, այնտեղ զանազան վճարումներն է, որ տեղ պիտի գնաս, նվեր ուղարկես, այս անես, այդ իրել է, սա իրար է, հա, խոսքի կարող է արգելանքի տակ ընկնես, տրանսպորտն էլ էս դվարնեշկա թալանչինները սարքել են միայն էլեկտրոնային, որ 7% այդ բանկերը վերցնեն, էլի ամեն վճարումից Հայաստանի միակ վճարման միջոցը ՀՀ դրամն է, կանխիկ այդ էլեկտրոնային բանկային բան, դա լրացուցիչ տարբերակներ են, որ կուզես կօգտվես, կուզես չես օգտվել, դա մարդու հիմնարար սահմանադրական իրավունքների ոտնահարման, տրանսպորտը որ սարքել են էլեկտրոնային, ոչ թե էլեկտրոնային դրամ, այլ միայն էլեկտրոնային, պիտի լինի էլեկտրոնային ու դրամ, խոսքի քարտը բլոկ է, դու չի տես, առավոտել ես գնացել ես, այդ գալուց ինչ-որ որոշում է ուժի մեջ մտել, քարտը բլոկ է, չես վճարում, դու գանում են 150 դրամ չվճարելու համար 15,000, 10,000, խոսքի այդ որ տոմսը սարում է, տոմսը ջրվում է, փողդ կորում է, դա ոչինչ, դա նորմալ է, բայց որ այդ պատմության մեջ ես ընկնում, քեզ 10,000, 15,000 մխում են, կոմունալի համար քեզ սրոշնի փողապետ որ չանջտեն, փոխանցում են դահակն կայունացնում է, ոչ թե փոխանցած գումարից 100, 200, 500,000-ից քո պարտավորությունից 5,000, 10,000-ը արգելանք դնում մնացածը թողում օգտագործես, այդ լրիվ սառեցնում, պարտի, հələ առաջ լրիվ էր, հիմա սարքել են մենակ պարտի գումար է, իրենց չի հետաքրքրում, այդ թալան տերոր
կոմունիստ բոլշևիկ ենիչերներին իրենք մի դրամի համար 1 միլիոն դրամ կծախսեն, բայց քեզնից այդ մի դրամը կքերեն։ Այդ է ռուսկի միրի, բոլշևիզմի, նեո բոլշևիզմ աշխարհի թալանչիական համակարգը, որը թե նախկիններն են աղել, թե ներկաներն մի քիչ մանր-մունր բաներին տես չեն խորանում, բայց դա ամեն ձևի է ասում։ Տուգան կարաս քեզ տուգանեն, դու համամիտ չլնես, միջև բողոքարկես, միջև այդ արդեն դա քո այդ գումարը սառեցնում են, դա ոստիկանի ոչ իրավարար քայլը պիտի բողոքարկես, դա կապ չունի, պիտի դատական վճիռ կայացնես, դատական վճիռով բերես, իրենք դահական տնեն, երբ է իրան հարմար այդ բանը անի, նոր հարցեր լուծում տա, դատական գործը կարի 3 տարի տևի, կարա 5 տարի տևի, ոչ թե 3 ժամ, 5 ժամ, 5 օր, բայց այդ 5 օրում մարդը պիտի ապրի, 3 ժամի խնդիրը չի։ Եթե բանկային մոմենտը դառնանք, բանկը հիմա քանի որ աշխատավարձները շատ չեն Չինա, ապրանքների գինը շատ բարձր է, բանկը լուրջ միջնորդ է, որ այդ հիպոթեքներով, վարկերով, ապառիկներով կանոնաց այդ թանկ ապրանքը գնես, բայց միևնույն է այդ վճարումներով ոչ ոքս երաշխավորված չենք բանկային բեսպրեդելի, բանկային մանր-մունր այդ խնդիրները թեմա սարքեն ու ամբողջ այդ ԴԱԿ-ի միջոցով արգելանք դնեն այդ քո վրա, այդ ամենը ուղղակի ոչ մեկի չի ուզում, այս ընտրությունները անցավ, ընտրությունների ժամանակ ինչ-որ մի հատ այդ ընտրապայքարում այնտեղ առաջի դեմքերը այդ 4 ուժերի հայտնի ինչ-որ մեկը այդ Նիկոլը լինի, թե մնացած պատուհասները լինեն, այդ թեմաներին անդրադառնել, մանիպուլյացիա, վախեր, էմոցիաներ, այնտեղ պիտակավորում, բայց ոչ մի քննարկում, քննադատում, լուծում, հին սխալների վերաիմաստավորում, որ նոր այդ սխալները չանեն, ոչ մի տես բան չկա։ Բանկը դա պրոֆեսիոնալների, իրավաբան տնտեսագետների համակարգ է, ոնց որ սպեցնազը, ամեն տեսակ զինամթերքով, ու դու հելնում ես այդ բանկի դեմ առանց զենքի։ Նույնիսկ եթե ինչ-որ զենք ունենաս, իրենց տանկեր, սամոլյոտ, ավիացիա, հնդանոթ հրթիռների դեմ, քո այդ ավտոմատ անզոր է։ Դրա համար դա օրենքն է պաշտպանում ես, իսկ որ իրավական համակարգը, ոստիկանական համակարգը ԴԱԿ-ի միջոցով չէ, արգելք է դնում, նոր դատական process-ով պիտի վիճարկես, խոսքի 5000, 10000 դրամի համար ոչ ոք չի գնա դատական process-ով վիճարկի, 3 տարի, 5 տարի ժամանակ ծախսի, արդարանա, ու այդ արդարանալուց հետո էլ հարց այդ ԴԱԿ-ն այդ արգելանքները կանի, երբ կանի, ոնց կանի, այդտեղ այդ ամենը ոչ մի բան արագ չի լինում, արագ մենակ միջոցներ են չանդում։ Մի դրամի համար պետությունը 1 միլիոն դրամ կծախսի, բայց քո մի դրամը կքերի կանի, ոստի այդտեղ տնտեսական նպատակահարմարություն չի, հայը տուգանքի ու ռասխոդի մածիրա, ռուսկի միրի, բոլշևիկի, այդ ռուս ցար Նիկոլայ II ցարի այդ նարատիվն է, հայ տուգանքի գեղեցկան մածիրալը, մի հատ հայ պիտի մնա, այն էլ թանգարանում է, ռուս ցարի Նիկոլայ II-ի նարատիվն է, հայեցակարգն է, Թիֆլիսի գուբերնատոր Գալիցինի, Գրիգորի Գալիցինի, այդ ինքը Հարավային Կովկասում այդ ձրա վերաբերվել Սուլտան Համիդիի թուրքերը, իրենցից են ընդօրինակել։ Մենք անզոր ենք դրա դեմ։ Եթե անդրադառնանք հարկերին, բանն է, որ մենք եթե 200,000 դրամ աշխատավարձ ենք ստանում, փաստացի մեր աշխատավարձը 320,000 է։ 320,000 գրում են մեր վրա, մեր աշխատավարձը գլխանց պահում են 200-220,000 տալիս են, մնացածը պահում են, դա օրինական հարկեր տուրքեր է։ Գումարած մենք մեր ցանկացած գնումի մեջ ընդեսն է, այնտեղ եկամտահարկն է, հաստամուշկը եւ այլ բանկային տոկոսներ են, փաստորեն ասում է մեր 100,000 դրամի դիմաց, որ մենք առևտուր ենք անում, 90%-ը մենք վճարում ենք զանազան հարկեր, այնտեղ կորպորատիվ հարկեր, պետական հարկեր, բանկային հարկեր, տարածքի վարձակալություն, որ անհամեմատ շատ է։ Մենք այդ առումով անզոր ենք։